Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Ճիշտն ասած ուզում եմ խոսամ մեր երկրի իրավիճակից։ Գիտես, Աստված խաղաղություն Աստված է։ Մեր Աստված, այն Քրիստոս Հիսուսը, որին ես պաշտում եմ, ինքը խաղաղության Աստված է, խաղաղության իշխան է, հա, ոնց ասեմ ձեզ։ Գիտես, երբ որ քահանաները օրդում են մեկին, որ մեկի դեմը լինի, ընկերներ, դա օրդնություն չի, ես զարմանում եմ դուք ինչ իշխանությունով եք օրդնում։ Միշտ ինձ հետաքրքիր է, տարիքով էլ քահանաներ կան, գիտես, ասենք ինչ որ ընդդիմադիր կուսակցությունին օրդում են, որ սրանց տապալ են, նրանց տապալ են, չգիտեմ, նրանց կողմից էլ ինչ որ ուզում եմ հասկանամ ընկերներ, դուք ում եք նմանում։ Ձեր եթե Քրիստոսն է ձեր Տերը, ձեր Թագավորը, դուք պետք է ձեր Թագավորին նմանեք, ընկերներ, իրականում։ Բայց եթե ձեր հոր գործերը չեք անում, հա, ձեր տիրոջ գործերը չեք անում, այդ նշանակում է դուք իրականում սուտ եք, ընկերներ։ Ճշմարիտ ձեզ ասում եմ, ինչ հա մի փոճոր երկրում իրականում մի փոճոր ժողովուրդ չեն կարող իրար մեջ խաղաղություն անենք։ Պարտադիր պետքա գանք, չգիտեմ, կրավով, դավով, իրար ատելով, իրար քրֆելով, իրար չգիտեմ։ Ընկերներ, ինչ ունեք իրար հետ, որ չեք կարող իրականում կիսեք։ Միթե ձեր Աստված չի ասել, որ խաղաղություն եմ թողում ձեզ, ընկերներ, հա։ Ասում եմ իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, գիտես, դաժե այն օրը մտածում եմ, ասում եմ, եթե ասում են, որ եկեղեցին ազատի, եկեղեցին կարաս ազատես, ընկերներ, իրականում դրա մեջ ոչ մի բան չկա, գիտես, ամեն մեկը իր հոգու փրկության համար է պատասխան տալու, գիտես, խնդիրը այսօր շատ ժողովուրդներ դաժե խոսում են, որ բանը ուզում են մեզ քրիստոնեությունից փոխեն եւ այլն, ընկերներ, սուտ եք խոսում դուք դա, շատ սուտ եք խոսում, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ մենք մեր Աստծուց չենք հրաժարվում։ Մենք դրա մեջ արդեն փորձվել ենք, դաժե ցեղասպանությունով ենք փորձվել։ Իրականում Թուրքիայի միակ գաղափարներից մեկը ձեր Աստծուն ունեցեք, ձեր կյանքը խնայենք, բայց մերոնք իրականում այդ 1.5 միլիոն մարդը ասել են ավելի լավ է մենք մեռնենք, քան թե իրականում ուրանանք մեր Աստծուն։ Ընկերներ, քրիստոնեությունը չեն կարող հանեն մեր մեջից, դա մեր արյան մեջ է, ընկերներ, դա մի էլ վախեցեք դրա մասին, եք դա սուտ վարկածներ եք բերում, որ թշնամություն անեք դիմացինի հետ, բայց դա մի էլ խորացեք։ Գիտես, վաղվա մասին շատ մարդիկ որ խոսում են, ասենք իրանք սենց են անում, իրանք նենց են անում, չգիտեմ, էսի եթումա երկիրը դեպի սենց, ախպեր դուք վաղվա օրը չգիտեք, եթե դուք վաղվա օրը չգիտեք, ոնց կարա ճշմարտությունից խոսակ։ Դուրս է գալի որ դուք սուտ եք խոսում, ընկերներ, վկայում եմ ես ձեր դեմ վկայում եմ որ դուք սուտ եք խոսում, ընկերներ։ Բարի է միաբանվելը, գիտես, դաժե եթե ընդդիմադիր ես, դաժե եթե իշխանական ես, ախպեր հավաքվեք իրար հետ, ասեք ինչ անենք, ընկերներ, այս քարը ոնց առաջ տանենք կամ հետ տանենք, ոնց կարա, չէ որ մի հայ ենք, ընկերներ, մեկ ենք, իրականում շատ մեկ ենք։ Ուզում եմ հասկանամ ինչ ունենք, որ չենք կարող կիսենք, ընկերներ, ինչի Աստվածաշունչը կարդում եք ու չեք ընդունում այդ խոսքերը որպես ճշմարտություն, որպես հիմք, որպես ուղղություն, որպես ուղեցույց, չգիտեմ ոնց էլ բացատրեմ ձեզ։ Իմ խնդրանքը դա է, ընկերներ։ Բարի եք մեկը մյուսի նկատմամբ, ընկերներ, քահանաներ, մի արեք այդպես չար բաներ, ախպեր դուք վերջում Աստծո առաջ ասենք պատասխան եք տալու, շատ մեծ պատասխան եք տալու, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Արժի փողի համար իրականում գնալ օրդնել ընդդիմադիրին, որ չգիտեմ, ասենք մեկը սրա դեմը լինի, մեկը նրա դեմը լինի, ուր է ձեր խաղաղության քարոզ արշավը իրականում։ Սրանով է ուզում կիսվեն, ընկերներ, մի քիչ խաղաղ ըլեք, մի քիչ խաղաղություն պահեք ձեր մեջ, ընկերներ։ Անկեղծ չեմ էլ ուզում անդրադառնամ այդ երկրորդ этаպին։ Ասում եմ, հոգու պտուղն ասում եմ, սեր, ուրախություն, խաղաղություն, ժժկալություն, չգիտեմ եւ այլն, տենց 9 կետեր։ Հələ քահանաներ, ձեզ մեջ քննեք, տեսեք այդ 9 կետից 2-ը կա ձեր մեջ։ Երբ որ այդ 9 կետից իրականում 2-ը ձեր մեջ լինի, նոր կարակ ասեք մեր Քրիստոսին հետևորդ ենք։ Ես հավատացած եմ, որ իրականում չունեք։ Ու շատ քրիստոնյաներին է վերաբերվում։ Ընկերներ, եթե Աստծուն ես ուղղություն անում, պետք է Աստծո գործերը գործես, ընկերներ։ Չես կարող ասես մենք Աստվածապաշտ մարդ ենք, իրականում ասես դե սրան արժի սպանել ես իմովը։ Այդ կարգախոսները փոխեք, ընկերներ, իրականում ես ուզում եմ իմ ժողովուրդը համերաշխ լինի, խաղաղ լինի, իրար մեջ խաղաղություն անեք, ընկերներ, դժվար չի մեկը մյուսին սիրելը։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Իրականում այսօր սրանով է ուզում կիսվեի, թող Աստված ձեզ շատ օրհնի, իրականում ուզում եմ որ իմ երկրում խաղաղություն լինի, ուզում եմ որ ընդդիմադիրն ու իշխանական իրար հետ ընկերություն անեն, նստեն հելնեն իրար հետ հարցեր լուծեն, չգիտեմ, որոշումներ կայացնեն, ոչ թե իրար դեմը լինեն, իրար վիրավորեն, իրար նվաստացնեն, այլ որ ծաղկես երկիրը, ընկերներ, եթե խաղաղություն անեք, ծաղկես երկիրը։ Սրանով է ուզում կիսվի, ընկերներ։ Խաղաղություն ունեցեք ձեր մեջ, Աստծո խաղաղությունն ունեցեք ձեր մեջ։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։